Հայաստանում է ամերիկացի փորձագետներից բաղկացած պատվիրակությունը, որը զբաղվում է TRIP նախագծի նախապատրաստական աշխատանքներով։ Մասնագետները մի շարք աշխատանքային հանդիպումներ են ունեցել Երևանում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ովքեր են այդ խմբի կազմում։ Երևանում են ամերիկյան AECOM ինժեներակոնսալտինգային ընկերության ներկայացուցիչները, այս այցի մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ տարածած հաղորդագրությունում ասվում է մասնավորապես հետեւյալը. մենք շարունակում ենք համատեղ աշխատել TRIP-ի իրականացումը առաջ մղելու համար մեր ընդհանուր տեսլականի շրջանակներում։ Մեր նպատակն է նպաստել Հայաստանի տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույցի վերացմանը։ Հայտնի է, որ այդ ընկերությունը TRIP-ի այս նախագծի իրականացմանը ներգրավել է պետդեպարտամենտը, որը եւ ֆինանսավորում է բոլոր նախապատրաստական աշխատանքները այդ գերատեսչությանը կից ստեղծված հատուկ հիմնադրամի միջոցով։ Այդ ընկերությունը վաղուց եւ արդյունավետ աշխատում է եւ պետդեպի հետ, եւ Պենտագոնի հետ, եւ պետական այլ գերատեսչությունների հետ։ Հետաքրքիր է, որ այս տարվա ընթացքում այդ ընկերության պատվիրակները արդեն 3-րդ անգամ են այցելում Հայաստան։ Այսինքն կարծում եմ դա վկայում է TRIP-ի աշխատանքների ինտենսիվության մասին, այն բանից հետո, երբ Երևանում անձամբ պետքարտուղարը ստորագրեց համապատասխան շրջանակային փաստաթուղթը, աշխատանքները ել ավելի ակտիվ կդառնան։ Առաջին այցը ընկերության ներկայացուցիչները կատարել էին փետրվարի սկզբին, այն ճանաչողական էր, տեղում ծանոթացել էին Մեղրիում տեղանքին եւ մշակել էին համապատասխան ինժեներական հետախուզության աշխատանքների նախնական պլանը։ Երկրորդ այցը մասնագետների կայացավ մայիսին եւ նրանք հանդիպել էին նաեւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ Հայաստանի կառավարությունը եւս պաշտոնական մամլոհաղորդագրություն էր տարածել, այս այցի մասին հաղորդագրություն է տարածել միայն Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Արտյոմ, ինչ է հայտնի այդ ընկերության մասին։ AECOM-ը աշխարհում խոշորագույն այդ ինժեներակոնսալտինգային ընկերություններից մեկն է, որը մասնագիտանում է ենթակառուցվածքներ ստեղծելու գործում, անվանումը հապավում է, այն վերծանվում է որպես ճարտարապետություն, ինժեներիա, շինարարություն, կառավարում եւ մենեջմենտ։ Իսկապես շատ խոշոր ընկերություն է, նախանցած տարվա արդյունքներով եկամուտը ավելի քան 16 միլիարդ դոլար է եղել։ Այն աշխատում է աշխարհի ավելի քան 150 երկրներում եւ ունի մոտ 51,000 աշխատակից։ Վերջին շրջանում մասնագիտանում է նաեւ տրանսպորտային խոշոր նախագծեր իրականացնելու մեջ, երկաթգծերի շինարարություն եւ մշակում թունելների, կամուրջների եւ այլն։ Ահա այդպիսի խոշոր տրանսպորտային նախագծեր է վերջերս ընկերությունը իրականացրել Լեհաստանում, Հոնկոնգում, Թայլանդում, Մալայզիայում, Սինգապուրում։ Հատկանշական է, որ Հայաստանում եւս աշխատանքի փորձ ունի ընկերությունը, մասնավորապես խորհրդատվություն է մատուցել Հայաստանի կառավարությանը գինեգործության եւ զբոսաշրջային ոլորտում։ Եվս մի կարևոր հանգամանք, վերջերս տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ընկերությունը որոշ ընդհանուր շահեր ունի Ադրբեջանի կառավարության հետ։ Բանն այն է, որ պարզվում է, որ ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը BlackRock ինվեստիցիոն հիմնադրամն է, որը վերջերս Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ համագործակցության համաձայնագիր է կնքել եւ այդ խոշոր ինվեստիցիոն հիմնադրամը դառնում է փաստորեն այդ հիմնադրամի ինվեստորներից մեկը։ Բայց չեմ կարծում, որ դա պարտադիր պետք է նշանակի, որ կազմակերպությունը, ընկերությունը կաշկանդված է Հայաստանում զուտ կոմերցիոն նախագիծ իրականացնելու հարցում եւ որ պարտադիր պետք է քաղաքականացված լինի կամ կաշկանդված լինի ինչ-որ բանով այդ ընկերությունը։ Արտյոմ, արդյոք ընկերության ներկայացուցիչները պատրաստվում են նաեւ Բաքու այցելել։
Ոչ այդպիսի այց ոնց հասկանում եմ նախատեսված չէ, ընկերությունը աշխատում է միայն Հայաստանում թրիփի շրջանակներում, ի վերջո թրիփը իսկապես հայաստանյան նախագիծ է, Հայաստանի տարածքում է այն իրականացվում, բայց ակնհայտ է, որ աշխատանքը համակարգվում է նաև Ադրբեջանում ամերիկացի դիվանագետների կողմից, այն էլ բավական բարձր մակարդակով։ Գիտենք, որ հենց այս պահին Բաքվում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քալեբ Օրը, ով համակարգում է էներգետիկային եւ տնտեսությանը վերաբերող հարցերը, երեք նա Բաքվում հանդիպել է նախագահի հետ եւ արտգործնախարարի հետ, բայց օրը Երևան գալու մտադրություն չունի, ինչը կարծում եմ նույնիսկ կարիքը չկա դրա, քանի որ ընդամենը մեկ շաբաթ Երևանում էր նրա բոսը, պետքարտուղարը անձամբ Երևանի Զվարթնոց օդանավակայանում Հայաստանի արտգործնախարարի հետ ստորագրեց թրիփին վերաբերող շրջանակային փաստաթղթերը։ Շնորհակալություն, Արտем։